Նախկին ՔՊԱ-ական Նիկոլ Փաշինյանի համակիր Թաթուլ Ասիլյանը ազատազրկման դատապարտվեց։ Որոշում։ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի գործով հակակոռուպցիոն դատանը որոշում է կայացրել Թաթուլ Ասիլյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագի կատարման մեջ եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով եւ պատժի կրմանսկիզբը հաշվել փաստացի անազատության մեջ գտնվելու պահից։ Մեղադրյալ Թաթուլ Ասիլյանից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի կարգով հանցագործության արդյունքում ստացված 25 միլիոն ՀՀ դրամը բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։ Ըստ մեղադրանքի կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի կաշառքի միջնորդությամբ պատրվակով դրամական միջոցներ ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը վստահեցրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80 միլիոն դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը։ Եվ ահա, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք դրամական միջոց։ Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց որոշում, ազատազրկման դատապարտելով նրան 1 տարի 3 ամիս ժամկետով։ Նա դեռևս քրեակատարողական հիմնարկում կշարունակի գտնվել մոտ 7 ամիս։